Պարզ է, չէ, որ Նիկոլ Փաշինյանը երբ եկավ իշխանության, հանրապետականները նրա հետ պորտֆելներ չէին կիսում։ Դաշնակցության մարդիկ հարգելի Ռեփսիմե, հարգելի գործընկերներ, ոչ, ես հակասություններ չեմ տեսնում, ես նորից եմ ասում, իմ հարցադրումները մի ընդունեք որպես մեղադրանքներ, ես ասում եմ, որ այս հարցերը կուտակված են, ձեզանից յուրաքանչյուրը վստահ եմ, այդ հարցը իրեն առնվազն մեկ անգամ տվել է և ցանկություն է ունեցել, կարծում եմ, ցանկություն է ունեցել նաև այս հարցադրումները տալու երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Նորից եմ ասում, ավարտեմ, Նարեկ ջան, նորից եմ ասում, ամենայն հարգանքով, մեր գործընկերների նկատմամբ, ամենայն հարգանքով, բայց ես վստահեցնում եմ, որ 18 թվականի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները մինչև այսօր չի տրվել, որովհետև կներեք Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներից քայլել են, շարժումներ են եղել, տասնյակ հազարավոր քաղաքացիներ են հանրապետության հրապարակում հավաքվել, ամենատարբեր բողոքի ակցիաներն են իրականացվել, բայց չգիտես ինչ իշխանափոխություն չի եղել։ Փաստորեն բանաձևը ո՞րն է եղել, որտեղ Նիկոլ Փաշինյանը 1-2-1-2-1-2 Գյումրիից 7 հոգով ռյուկզակը գցած եկան ու իշխանություն կարողացան։ Ռոբերտ Քոչարյանի ես ասում եմ, ինչքան մարդ կար, դուք ասում եք բազմաթիվ։ Ես ասում եմ, դրսում, այսինքն ճնշում չկար դրսից, դա դրսում այդ հանրապետության հրապարակից շատ ավելի բազմամարդ հանրահավաքներ ենք մենք ունեցել։ Դրսում մարդկանց քանակը կրիտիկական է դարձել, դրսում մարդկանց քանակը գնահատականները հետո էլի քո ռեպորտաժի մեջ խնդրում եմ, հա, ինձ մենակ հարցեր տուր, լավ։ Ես ասում եմ, որ ես հիմա հարցերի եմ, չէ՞ պատասխան, գնահատականները հետո։ Դուք ասում եք եղել է շատ դեպքեր եղել, ասում եմ մարտի 1-ին էր եկել այդպեսի շատ ժողովրդի վրա կրակեցին։ Շատ լավ։ Նիկոլ Փաշինյան 7 տարի է իշխանությանը։ Որևէ մեկը ես ասում եմ շատ լավ, ասում եմ որևէ մեկը, որևէ անձնավորություն 7 տարվա ընթացքում 10 անձանց սպանություններից որևէ մեկի մասով բացահայտվել է եւ դատապարտվել է։ Հիմա ձեր հանրահավաքներին նորից եմ ասում, Սեթրակ եւ Լևոն Քոչարյաններն էին մասնակցում, ես չգիտեմ տեսեք, ես չգիտեմ Սեթրակ եւ Լևոն Քոչարյանները որ ես նախ չգիտեմ իրանք մասնակցել են հանրահավաքի թե չեն մասնակցել, ես գիտեի որ Ռոբերտ Քոչարյանի ազգականի անունն են շրջանառում, խոսքը Սեթրակի եւ Լևոնի մասին չի։ Բայց դուք ուզում եք ինձ համոզել, ներողություն խնդրում, բայց դուք ուզում եք ինձ համոզել, որ երկու մարդ ավել գնաց հանրապետության հրապարակ դրա համար իշխանափոխություն եղավ։ Այո, տեսեք, ձեր մատնացույց արած անձնավորությունը հարգելի Նարեկ, մարդը ազգական է եւ 10 տարի տեսնում է, որ թող ավարտեմ էլ մենակ։ Մարդը իր ազգականն է եւ 10 տարի շարունակ տեսնում է, թե ինչ ահռելի հակաքարոզչություն է իրականացնել իր հարազատի նկատմամբ։ Մարդը կարա էմոցիոնալ պոռթկումով օրինակ գնալ հանրապետության հրապարակ, բայց դուք ուզում եք ինձ համոզել, որ իշխանափոխություն է եղել, որովհետեւ Իրինա Քոչարյանը օրինակ գնացել է հանրապետության հրապարակ։ Հա գնացես դուք եք Սերժի Դագաղը կա, թե չէ, Աննա Մկրտչյանն ասում է այդ Քոչարյանի շրջապատն ինչ գործում էր հրապարակում։ Գնացել էիք Դագաղները ստուգում էիք Սերժի Դագաղը կա, թե չէ։ Հարգելի Նարեկ, ես Դագաղներից տեղյակ չեմ։ Այդ դագաղները Նիկոլ Փաշինյանն է բերել, իր թիմակիցներն է բերել, այն Նիկոլ Փաշինյանը, որին Սերժ Սարգսյանը, Փեսա, Միքայել Մինասյանը տարիներ շարունակ ֆինանսավորել է, եւ դա գաղտնի չի։ Իմացել եք ու դատախազություն չեք։ Միքայել Մինասյանը ինքը իր պատիվ իրենի դեպ պետք է ասեմ, ինքն է հայտարարել, որ ինքը Նիկոլ Փաշինյանին ֆինանսավորել է։ Ես եմ ֆինանսավորել Նիկոլ Փաշինյանին։ Ռոբերտ Քոչարյանն է ֆինանսավորել, կներես Նարեկ ջան, ֆակտորերն է Նիկոլ Փաշինյանին ֆինանսավորել։ Հիմա ինչու են այդ թեման գերարացնում։ Իրանք ֆինանսավորել են, հետո էլ նեղանում եք, ասում եք գնացել էին հանրապետության հրապարակ։ Ախր եղել է չէ այդ խոստովանություն, նորից եմ ասում, իր պատիվ իրեն, հիմա մարդը արել է, գոնե խոստովանում է, որ այո ֆինանսավորել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա ինչու է սկսվել քարոզչությունը, երբ Քոչարյանը այստեղից հայտարարում է, ես նորից պայքարից դուրս չի գալու։ Ես նորից դուք ասած որ գալիս եք ես
Հիմա ինչ են սկսել եւ Ես ինձ համար ես անկեղծ եմ ասում, իմ համար անկեղծ եմ ասում, անհասկանալի է, թե ինչու կողմերից մեկը որոշեց, որ այդ պայմանավորվածությունները պետք է խախտվեն, որովհետև այդ պայմանավորվածությունները լավ թե վատ, չգիտեմ, օրինակ ասում են աջակիցների մակարդակով իրար այսպես կսմթում էին եւ այլն, բնական է, գիտեք ինչ, այդ բան չենք, չգիտեմ ուր չենք ապրում, էլի որ բոլորը բոլորին վերահսկեն, բոլորի լայքը, բոլորի ստատուսները, չգիտեմ ինչ, չգիտեմ ում մոտ ոնց է, բայց ես վստահ եմ, որ գոնե այս թիմում այդպես չի, որ բոլորը ամեն ինչ վերահսկում են, կամ կա ինչ-որ մեկը, որ ամեն ինչ վերահսկում է։ Ես չգիտեմ ինչի, նորից եմ ասում, երրորդ նախագահի մերձը, ես ոչինչ չեմ ենթադրում, ոնց որ որևէ բան չեմ ենթադրում, այդ հարցադրումները հնչեցնելով, որոնք հույս ունեմ դուք հնարավորություն կունենաք հողալու երրորդ նախագահին երկրորդ ասուլիստը։ Դուք ասացիք 8-ից 18 թվականներին մեծ այսպես մեդիա արշավ է Քոչարյանի դեմ իրականացվել, ով է ղեկավարել այդ արշավը, համակարգված է եղել, այսինքն պարոն Արմեն Աշոտյանն ասում է մենք ենք արել, որովհետև մենք վախ ենք ունեցել, որ Քոչարյանը կարող է վերադառնա։ Այսինքն Քոչարյանը 5 հատ հարցազրույց է տվել, իրանք վախ են ունեցել, որ Քոչարյանը պետք է վերադառնա եւ դրանով արդարացնում են հակաքարոզչությունը։ Կամ ամբողջ ԲՀԿ, ես չգիտեմ, բարձր մակարդակով, ցածր մակարդակով, իշխանությունները ասում են, այո, մենք ենք արել, որովհետև դու ուզում էիր գալ։ Դե այդ ժամանակ իշխանությունով է համակարգել, պիտի հարգելի գործընկերներ, երկրորդ նախագահը իր եւ երրորդ նախագահի հարաբերությունները հերթով կպատասխանեմ, չեմ գնալու։ Որովհետև դուք չգնաք, մենք չենք գա առաջ։ Հարգելի գործընկերներ, երկրորդ նախագահը իր եւ երրորդ նախագահի հարաբերությունները նկարագրել է իր գրքում։ Ես առաջարկում եմ ձեզ, շատ կարճ է իրականում այդ հատվածը, ես առաջարկում եմ ձեզ, որտեղ այնպես չի, որ ես հիմա ինձ իրավունք կվերապահեմ մտնեմ երկու անձնավորության հարաբերությունների մեջ, ամենևին, գուցե մի քիչ լրագրողական այդ լրագրողի այդ անհագուրդ ցանկությունն էր, որ ես այսպես հարցադրումներ նաև հնչեցրեցի 18 թվականի հետ կապված, որոնց մասին պարզապես լռել ենք 18 թվականից հետո։ Իրենց հարաբերությունները նկարագրված են իրենց գրքում։ Այնտեղ շատ պարզ գրված է, որ 2008 թվականից հետո մեկ երկու փորձ է եղել, ինչ-ինչ հարցերի հետ կապված այսպես խորհրդատվության, խորհրդի մակարդակով օգնելու օժանդակելու, բայց ինչ-որ մի պահի, ինչ-որ մի փուլում, ես չգիտեմ դա ոնց է դրսևորված եղել, այդ նորից եմ ասում, ինչ-որ մի պահի, ինչ-որ մի փուլում, երկրորդ նախագահ հասկացել է, որ երրորդ նախագահին այդ խորհուրդները պետք չեն։ Եվ ինքը ըստ էության դադարել է այսպես ակտիվ շփում իրանց մեջ, սա գրված է գրքի մեջ, ես չեմ ասում երկու անձնավորության խոսակցություն չեմ կապնազերծում, գրքի մեջ պարզ գրված է։ Դրանից հետո մի քանի առիթներով տնտեսական, հայ-թուրքական հարաբերությունների եւ սահմանադրական ամենակարևորը սահմանադրական բարեփոխումների հետ կապված հրապարակային երկրորդ նախագահ հնչեցրել է իր կարծիքը, որպեսզի հասարակությունը նաեւ տեսնի, որ այս հարցերի հետ կապված իր դիրքորոշումը այլ է։ 18 թվականից հետո եղել է որոշակի իրադարձություններ,